Արձագանք տեսակ պարոն Համբարձումյանից քաղաքական առումով նկատի։ Միացրել եմ։ Ոնց ես պատկերացնում հարգելի լրագրող, ինչի պետք է վտանգ տեսնեմ, ասենք։ Որի շուրջ կոնսոլիդացիա կլներ, կգային ժողովուրդը կճնշեր, պատգամավորները ժողովրդի կամքով կքվեարկեին impeachment-ին։ Լինեմ անկեղծ, չէ։ Չի երկեր ոչ, ասենք ինչ պրոցես է կատարվում 6 ամիս հետո ընտրություններ է, ել չեմ ասում ՀՀԿ-ն ասում, այստեղ ՀՀԿ-ն հայտնվել է զորով փող կիրառելով, դրա հետ կապված քրեական գործերով, որպես օրենքի բերումով, որ օրենքը ասում է չի կարող երկու կուսակցություն լինի, ինչ ոչ ասում նոր շողեկինել է ասում, որ նույնիսկ 34 տարի իրանք իրանց ստորագրությունները նույնիսկ չեն կարողանում հավաքել, ինչ վտանգ։ Պարոն Սիմոնյան, պատարագը, որ լինելու է առաջիկա կիրակի օրը եւ որին վարչապետը արդեն հայտարարել է մասնակցելու է իշխանությունը, այսինքն քաղաքացիական պայմանագրի մյուս պաշտոնյաները, դու պատրաստվում եք ներկա լինել։ Ես արդեն ասել եմ, որ ես չեմ մասնակցել, այդպես պլաններ չունեմ, վարչապետը հայտարարել է, որ մասնակցելու է, միշտ չի չէ, որտեղ վարչապետը գնում է, ես եմ գնում։ Սա նշանակում է Փաշինյանին չաջակցել ձեր չգնալը։ Չէ, իհարկե չի նշանակում, բայց ինչի պետք է մենք իրար չենք համաձայնեցնում, որ եկեղեցի է գնում ինչ անում, չէ, սա քաղաքական մի տարեք քաղաքական դաշտ, ոչ մի աջակցելու եւ չաջակցելու բան չկա, դա ամեն մարդու իր ընտրության, իր որոշման բան է, ինչ կա տեղ աջակցելու, չաջակցելու։ Մի ես չեմ ուզում դուք այդ դրա շուրջ ինչ որ տենց մեծ բան ստեղծել։ Մարդը որոշել է, որ մարդ կա, որը որ պատարագ է անում, որոշել է գնա մասնակցի այդ պատարագին։ Դա չի նշանակում, որ դա չի դրա հետաքրքիր տենց լավ խոսույթ է, չէ՞, ձևավորվել դրա հետ կապված, ոնց որ կարամ վերջացնեմ, որ կարգալույցը չի կարող ինչ-որ մեկին կարգալույց անել, եւ ել չեմ ասում, հարգելիներս, ով որտեղ իր հավատքը ոնց է արտահայտվում, դա ոչ մեկին չի վերաբերվում, դա ոչ մեկին չի վերաբերվում, հավատքը, քրիստոնեությունը որևիցե մեկի մենաշնորհը չէ, ինչպես եկեղեցին որևիցե մի քաղաքացու եւ իր եղբոր եւ իր շրջապատող մարդկանց մենաշնորհը չի, ժողովուրդ, եկեք դուրս եկեք այդ բանից, հերիքա նույնականացնեք։ Ես ազգային ժողովի նախագահն եմ, բայց դա չի նշանակում, որ ես ազգային ժողովի ամեն մի կառույց լսեք, ես ուրախ եմ, իր կանոնակարգ ունի։ Ռուզան ջան, եթե մենք իրար հետ հավաքվենք իմ սենյակում, եթե մենք հավաքվենք իմ սենյակում եւ աղոթենք իրար հետ, ինչ խնդիր կա։ Բա ինչի մասին է խոսքը։ Եկեղեցու կանոնակարգ գոյությունի, արարողություններ արտադրության լսի, թող եկեղեցու կանոնակարգը եւ եկեղեցու այն ներկայացուցիչները, որոնք դրա հետ վերապահումներ ունենան, իրենց կարծիքը ասեն։ Ուզում հասկանամ դրա հետևանքը, դրա անթույլատրելիությունը, դրա խնդիրը ըստ ձեզ ինչու՞մն է կանում։ Մարդ, որը որ եկեղեցական է, մեկը ասում է կարգալույց, մյուսը ասում է ես կարգա չեմ ընդունում, որ ինձ կարգալույցը կարա կարգալույց անել, ասում է ես ուզում եմ աղոթել, ես էլ ասում եմ ես ուզում եմ այդ աղոթքին ներկա գտնվեմ։ Հիմա ուզում հասկանամ ես ամեն ինչի մեջ այդ ձեր ասած խմբակի եւ ինչ որ կանոնների պայքարը որ է, ես որտեղ կուզեմ, ում հետ կուզեմ կաղոթեմ։ Իմ եւ Աստծու միջև խոսակցության մեջ պարտադիր չի ինչ որ մեկը լինի, վեղար հագնի, բիզնեսներ ունենա, տարբեր տեղեր կապեր ունենա եւ իրան բիզնեսմենի մեջ պայել, չեմ ասում մնացած անձնական բաները։ Իշխանություններն ինչ տեղեկություններ ունեն կաթողիկոսի եղբոր KGB-ի գործակալ լինելու վերաբերյալ։ Դրա մասին հրապարակում կա, բացեք, կարդացեք, այդ տեղեկությունը կարծում եմ։ Իրավական գործընթացներն ուր են, եթե դրա մասին տեղեկություններ։ Լսեք, իրավական գործընթացները որոշում է իր կոնկրետ մարմինը ըստ բանի հրապարակման։ Իսկ հրապարակումը Եթե այդ հրապարակմանը արձագանք չի լինում, հերքում չի լինում, ամեն քաղաքական գործիչ կարող է հեղում անել, ասել իմ միջալոց սենց հրապարակում կա։ Ես չեմ ուզում մտնեմ այդ դաշտ, որովհետև նախ հետո ասելու եք, որ դու ինչ-որ բան ասեցիր, դու բարձրաստիճան պաշտոնյա ես, հետո բան եղավ, ես չեմ ուզում մտնեմ։ Դուք եք այդպես կարծում, որ KGB-ի գործակալը ես սրա սրբազանություն։ Ես իրան գիտեք ոնց եմ ծանոթացել, բանում առաջի անգամ երբ որ մեկնել էի Մոսկվա, Ավրորա Մարիոթ հյուրանոցում, հենց դատախազության դիմացն է գտնվում այդ հյուրանոցը,
ինձ հանգեցին ես այդ ժամանակ փոխնախագահ ասցին եկել է ուզում է դες տեսնի, ես ասի դե եկել է, իջա ներքև, մոտեցավ, ասեց ցուղթ էր A4 ֆորմատը, ասեց բարև ձեզ, ասեց մի հատ սա կստորագրեք, ասի ես ինչ հա, նայեմ գրածա ռուսերեն լեզվով գրածա դիմում է, որ դիմում եմ ես, իմ անունից գրած դիմում էր, որ ես դիմում եմ իմ գործընկերոջը Վարաբյովին, որ կոնկրետ հիմա չեմ հիշում, բայց ինչ-որ հողհատկացում էր, թե ինչ էր, բան տակներ շնորհակալություն Ալեն Սիմոնյան։ Ասում եմ, ես ինչ ես բերել։ Ասում եմ, մի հատ կստորագրեք։ Այսինքն ես այդ մարդու մասին իմ առաջի տպավորությունը եղել է դա, ես այդ թուղթը ճղեցի, ասի բայց մի սուրբ եկեղեցի էին ուզում կառուցել այդ հողը։ Հարկելիս հիմա ինչքան էլ լավ բան էլի, բայց ասենք այդ ինչ հա, ինչ վերաբերում է իր մասին, ասում եմ, իմ մասին իր տպավորությունը տենց հա ձևավորվել։ Գործակալի էր թե ոչ։ Հարգելիս, ինչ եք ուզում ես գնահատականներ տամ, հետո ասեք, որ ազգային ժողովի նախագահը ասեց, հետո դատախազը։ Հիմա բայց իմ ընտրությունն է, չէ՞, չեք ստիպել ինձ քաղաքական գնահատական։ Ինչպես եք գնահատում 3 եկեղեցու տարածքում միջադեպը, որի ընթացքում նաև հայոյում եւ վիրավորում էին լրագրողներին։ Վատ, որովհետեւ դա եւ իրավապահների չմիջամտել։ Դե որովհետեւ դա մեզ գալիս են այդտեղ աթոռը պահելու մասին են խոսում, բայց հիմա կարճած են մարդիկ իրենց աթոռներից, որովհետեւ այդ բիզնեսները նկատի ունեմ եկեղեցական այդ խավը, նկատի ունեմ կտրիչներ Սիսիանի։ Լսեք, ով որ վիրավորել է, շատ վատ բան արել, անընդունել եմ համարում, բնական է, բայց ես նես չէ որ ես Տեր Արամի կողմնակիցն եմ կամ այն մյուսի կողմնակիցն եմ, դա process է, որին ես հետևում եմ, որպես քաղաքացի, որպես հավատացյալ, ես հետևում եմ։ Ես իմ կարծիքը ունեմ դրա վերաբերյալ, իմ կարծիքը այն է, որ այն ինչ որ կատարվում է եկեղեցում, նաև այն ձայնագրությունը նկատի ունենալով, որ մարդ կբերես բաներին, թե չէ այստեղ կնշանակվի, այնտեղ կնշանակվի, դա ցույց է դնում այն խնդիրները, որոնք վաղուց կային, այո, վաղուց կային այդ խնդիրները եկեղեցում, որպես կառույց ունեցել է, հիմա ակնհայտաբար պետք է լուծվի այդ հարցը։ Ես անկեղծ չեմ տեսել, բայց կրկնում եմ, լրագրողի նկատմամբ յուրաքանչյուր բռնություն անհարգալից վերաբերվում, մենք հոդվածել ունենք դրա հետ կապված, քրեական գործ լիներս ձեզ։ Պետք է նայեմ Շողիկ ջան, չեմ նայել, կրկնում եմ, կգտնեն, թողանեն, ինչի մի մցրեք ինձ իրավապահների դաշտ, ես կարամ որպես ասում եմ գնահատական եմ տալի լրագրողի յուրաքանչյուր, ես լրագրողների հետ նես չի, որ միշտ հարթ եմ, բայց այնուամենայնիվ լրագրողի գործունեությունը խոչընդոտել անթույլատրել է։ Դավիթ Համբարձումյանի քանի որ ինքը Ռուսաստանում է գտնվում, եթե դատական գործ ընթանում ու չկա բացակայելու արգելք, դա խնդիր չի, իրավապահ համակարգարարություն պատճառ չէ։ Ես դրա մասին խոսեցի, ես մի քիչ դուք ուշ եկաք, ես ասացի իմ համար օրինակ զարմանալի է, որ Ջեն բաց թողել ինքը ոնց է հատել գնաց իմ համար այս process-ի մեջ հարցը դա։ Նորություն չպետք է լինի ձեր իշխանության համար, միշտ էլ այդ խոշոր ձկներին հաջողվել է երկրից դուրս գալ, հետո նոր իմացանք, որ վայ գնացին։ Նարեկ ջան, խնդիրը կանում է նրանում, որ դուք ինձ քաղաքական գործիչին, չգիտեմ, մեր խմբակցության ղեկավարին, վարչապետին եւ դատական իշխանության դատավորին նույնականացնում եք։ Այդ նույն տրամաբանությամբ շատ ու շատ մարդիկ կան եւ շատ վճիրներ կան, որոնք օրինակ նույն Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, Սերժ Սարգսյանի հետ կապված, իրանց մերձավորների հետ կապված, որոնց հետ կապված մենք էլ դժգոհություն ունենք եւ ասում ենք ոնց կարելի է որ օրինակ այս մարդը հիմա դուրսն է, այս մարդու հետ կապված որոշումը սենց է կա։ Մի նույնականացրեք։ Չկարողացել բարեփոխումներն այնպես անի արդարադատության ոլորտում, որ այդպիսի խնդիրներ չլինեն։ Ես ձերդ համաձայն եմ, իշխանությունը խնդիր ունի եւ բարեփոխումները շարունակվում են եւ բարեփոխումների հետ կապված իրոք խնդիր կա դատական համակարգում եւ բոլորս դրա մասին գիտեն, բայց միևնույն ժամանակ պետք է բան անենք, արձանագրենք, որ կան լավ դատավորներ, կան կայացած դատական մարմիններ եւ բաներ, ասենք պետք չի միանշանակ ամեն ինչը սևով բան անել, լղոզել։ Պարոն Սիմոնյան, երեք հպարտանում եք ձեր խմբակցություն փոխնախագահ Արտեմ Ռուբինյանը ասում էր, որ տեսեք ինչքան ընդդիմադիր համայնքապետեր դեռ կան աշխատում են, անմիջապես հաջորդ օրը Դավիթ Համբարձումյանը կալանավորվեց, այսինքն սպասենք այն ցուցակի հաջորդ ժամանակ։ Ինչու՞ է կալանավորվում Ռուսաստանում։ Հա, ուզում եմ ասեմ, որոշում կայացվեց, վճիռը հայո։ Դա եւս մեկ ապացույց է, որ նույնիսկ ազգային ժողովի փոխոսնակը ավարտության անդամ Ռուբեն Ռուբինյանը տեղյակ չի արկա իրավական process-ներից հակառակ պարագայում ինքը առնվազն դա չէր ասի։ Ու երկրորդը կրկնում եմ,
Ես արդեն մի տեսախցիկի ներկայությամբ դա արեցի, հիմա նորից եմ ասում, մնացած բոլորի համար։ Բոլոր այն անձինք, ովքեր որ կասկածվում են գողության, սպանության, մնացած քրեորեն պատժելի հանցագործությունների մեջ, դիմում գրեք հանրապետական կուսակցություն եւ դրանից հետո ներկայացրեք դա կամ դաշնակցություն եւ դրանից հետո ներկայացրեք ազատ ներկայացրեք դա որպես քաղաքական հետապնդում։ Էս ինչ տրամաբանություն է։ Այսինքն այդ մարդը որ ջիպից դուրս եկե հեղափոխության ժամանակ մարդ էր տշում, մարդ էր խփում, բաներ անում, այդ բան դուք ուրիշ հարց տվեք, գնացեք Սերժ Սարգսյանին հարցրեք, ասեք իսկ ինչի Տիգրան Աբրահամյանին, Հայկ Մամիջանյանին, Արմեն Աշոտյանին չեք ներկայացրել, այն մյուսին չեք ներկայացրել որպես տեխնացու, այդ տաղուն ով էր ճանաչում, իր մասին միակ տեղեկությունն էր, որ միտինգի ժամանակ մարդկանց հարձակվել բանը Սերժ Սարգսյանը, ինքը տենց շախմատիստ է իրան պատկերացնում, բայց վատ է շախմատ խաղում, նարդի մակարդակով է շախմատ խաղում ու ամեն ինչ մի քայլ հետո պարզ է դառնում, արվել է դա նրա համար, որպեսզի դուք հարգելի լրագրող ինձ հիմա հարց տաք եւ Դավիթ Համբարձումյանը ներկայացվի որպես քաղբանտարկյալ, հարց եմ տալի քաղաքական առումով, ումա պետք Դավիթ Համբարձումյանը, ումա հետաքրքիր Դավիթ Համբարձումյանը քաղաքական առումով Ուզում եմ հասկանամ, քաղաքական տենց մեծ գիգանտ էր, ստեղ իմպիչմենտի process-ը եկել էր, հասել էր պիկին, իշխանությունը, այս ինչեր եք խոսում, ասենք, հասկացա, հարցը տվեցիք, բայց եկեք հարգենք մարդկանց։ Պարոն Սիմոնյան, այդ առումով եւս մի բան ասում են 6 տարի հատուկ թե 6 տարի 3 ամիս որոշել, որպեսզի համաներում չկիրառվի, այսինքն դա էլ է քաղաքական հրահանգով է դրել։ Ես տարի չեն տալիս, որ կոնոմաներում կիրառվի։ Բայց կարա չէ ինքը այդ որը վճռը բողոքարկի։ Դե բա ինչ է, ուզում թող գնա բողոքարկի, ինչի եք հիմա մտել այդ դատական process-ի մեջ բանման գալիս։ Ասում եմ, ումա պետք Դավիթ Համբարձումյան քաղաքական առումով։ Խնդրում եմ, բա եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք։ Impeachment-ի ենթադրենք, impeachment-ի գործընթաց նույնիսկ չեն կարողանում իրանք քվեարկեն։ Իրանք չեն քվեարկում։ Իրանք իրանցով Քոչարյանի թիմը եւ Սերժի թիմը չի քվեարկում, չեն կարողանում։ Դավիթ փողոցում ժողովուրդ չկա, 6 ամիս հետո ընտրություններ է։ Ումա պետք Դավիթ Համբարձումյանը։ Այսինքն ինքն էլ ոչ մի բան չէր արել, տենց կտրտված կադրեր հրապարակվեցին, որտեղ ինքը բանի Կորյունի փողոցի վրա մարդած է։ Ուզում հասկանամ AI-ով է սա։ Դե լավ, այդ AI-ն ինչ եղելնում է, AI-ն է մեղադրում։ Սիվիկը պատվալ չունի։